Մեղադրանք է առաջադրվել, մեղադրանքը փոխվեցին հասկանալ ինչի վերաբերյալ է եւ ինչ-որ նախորդ մեղադրանքի նման նախորդ նկատի ունեմ ընտրությունների նախորդային որ ընտրություններից հետո որ կարասիքնա որպես նախագահ կառավարության որոշումներ վավերացնել հետ կապված է ավելի դետալներ այս բանին չեմ կարող ասել, բայց ինքնին արձանագրել ենք մեղադրանքի ոչ թե հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելը, այլ այն ինչ որ նկարագրված առաջին համակարգի, որոնք Քրիստոսյանի հետ որևէ առնչություն նկարագրված չի, ուրեմն համապատասխանաբար մենք սա գնահատում ենք 3 հնչեցված գործեր։ Ասում եմ 3-ը 3-ով չի ավարտվում, էլի դրան նախորդող շրջանակներում չեմ ուզում կապեմ բացառապես տենց 3 խոսացին ու մի օրում գնացել ես ամբողջ պլանավորություն։ Այսքան իմացել եք կներեք վարշապետը որ վարույթ կա, այսպես երեք դետալները ինչ ա եղել, ոնց ա եղել։ Դետալները ոնց ա եղել, ինչ ա եղել, ով ինչ ա եղել։ Որ հասկանանք այդ հետո թե գործընթաց կար եւ ինչ է։ Նորից ասել խնդիրը հետեւյալն է, ավելի հավանական, եթե դες հավանականությունների դաշտ եք ուզում, ենթադրում եմ տեղյակ ա եղել հայտարարել է իբրթե տեն դրանից հետո գործընթաց։ Կարող է ուղիղ առնչություն չունել, կարող է առնչություն ունել։ Ամեն դեպքում հետևյալն է, այս պահին ունենք մեղադրանք, փաստաթուղթ ֆորմալ, որի հետ կապված բովանդակային խնդիրներ են տեսնում բազմաթիվ, այդ թվում նաև նկարագրվածի հանցագործություն կամ չլինելու հետ կապված։ Հիմա մնացած բաները արդեն Պարոն Օրբելյան, կալանքի միջնորդություն դատարան ներկայացվելու է։ Որ պետք է լինի, որովհետև ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար ռեժիմով, համապատասխանաբար այս պահին իրականում չունեմ ավել ինֆորմացիա, մոտ ժամանակ համապատասխանաբար արդեն ավելի դետալացված կներկայացնենք, մենք բոլոր գործերով ոչ մի բան չենք թաքցնում, ոչ մի բան ինչ-որ կապի չի արվում, այսինքն ըստ անհրաժեշտության ուղղակի չեմ ուզում հիմա ինչ-որ բաների մասին խոսել։ Ներողություն, պարոն Օրբելյան։ Չեմ ուզում ինչ-որ բաների մասին խոսել, որի թուղթը չունեմ, հիմնավորումը չունեմ, ենթադրությունների մակարդակով ես ներողություն եմ խնդրում, ուղղակի քանի որ հիմա մեծածավալ քննչական եւ այլ գործողություններ են գնում, ես համապատասխանաբար հիմա պետք է գնամ, բայց օրվա վերջում կամ ամենաուշը վաղվա ընթացքում կարծում եմ բրիֆինգ կկազմակերպենք, նախապես կտեղեկացնենք շտապօգնության հետ կապված քանի որ խոսքը գնում է անձի առողջական եւ անձնական զբաղմունքի մասին, չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ։ Պարոն Օրբելյան, իսկ հարցը Ես համոզված եմ, Արագ ջան, համոզված եք, չէ՞, որ ես հիմա աշխատում եմ որպես Արագ ջան, համոզված եք, չէ՞, որ այստեղ հիմա գտնվում եմ որպես ոչ թե մամուլի պատասխանատու, որպես պարզաբանող, այլ որպես փաստաբան։ Եվ որպես փաստաբան իմ պարտականությունների ծավալը դեռ չի ավարտվել, գործողություններ կան անելու, դրա համար ես ներողություն եմ խնդրում։ Հիմա առաջնահերթ իմ պարտականությունները կատարեմ, ձեր աշխատանքի կար հարգում եմ ես շատ կարևորում եմ, դրա հետ կապված հավելյալ կպարտաբանել։ Չունեմ ինֆորմացիա, ես դե ուրեմն գիտեք, ես Արագ ջան, մինչև հիմա գիտեք, չէ՞ որ քննչական գործողությունները խմբային չեն կատարվում, անհատապես են կատարվում ամեն անձի մասով։ Ես ներգրաված եմ պարոն Ռոբերտ Քոչարյանի որպես պաշտպան եւ համապատասխանաբար ես այդ մասով պարզաբանեցի ավելի ուշ Երբ որ ավելի պարզ կլինի կհասկանանք դետալները, Իսկ հարցաքննությունը, պարոն Օրբելյան,